Այս քաղաքացիները ցանկանում են մասնակցել Սասնա ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանի միայնակ գայլի գործով դատական նիստին, սակայն Վերաքննիչ քրեական դատանի դատավոր Արշակ Խաչատրյանը որոշել է նիստը անցկացնել դռնփակ։ Արայիկ Խանդոյանը եւ նրա պաշտպանները դատանում վիճարկում են տեսակցությունների վրա դրված արգելանքը։ Նախորդ դատական նիստին ներկաները աղմկել էին, ինչից հետո դատավորը որոշել է դռնփակ անցկացնել։ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ դեպքերում է դռնփակ դատական նիստ անցկացվում։ Երբ որ պետական կամ ազգային անվտանգության կամ անձի կյանքի կամ սեռական ոտնձգության գործերով քրեական գործերը պետք է դռնփակ լինի։ Այսօրվա նիստում դռնբաց անցկացնելու պաշտպանի միջնորդությունը դատավոր Արշակ Խաչատրյանը մերժել է։ Դրանից հետո պաշտպանը միջնորդել է դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա, այդ եւս մերժվել է։ Նույն դատախազը դատական նիստերի ժամանակ իմ պաշտպանյալի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ ուղղեց, երբ որ Արայիկ Խանդոյանը բորբոքված էր, նա հայտարարում էր, որ նույն դատախազը եւ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարը Էդիկ Հակոբյանը նրանք են մեղավոր, որ նա համարում է հացբերողին որպես իր եղբայր եւ ասեց, որ դուք եք սպանել նրան։ Միջնորդության մերժումից հետո Արայիկ Խանդոյանը լքել էր նիստերի դահլիճը, նույնը արել է նաեւ պաշտպանը։ Արայիկ Խանդոյանի մայրը մինչեւ դատական նիստի ավարտը սպասեց դահլիճից դուրս։ 8 ամիս է իմ երեխան թագված է անհիմն պատճառով։ Հիմն է թե անհիմն է, ես չգիտեմ։ Իրանք այդ հողի համար Շուշին գրավեցին, Աճին գրավեցին, ես շատ գիտեմ ամբողջ Ղարաբաղի այն սկզբնական շրջանից մինչև վերջի օրը իրանք կրվել են Արունեն թափի, բայց այսօրվա օրը իրանց հողի համար ինքը պայքարել է, որ հողերը հետ չհանձեն թուրքերին, բայց անհիմն տեղում։ Սասնա ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է պատանդ վերցնելու, զենք զինամթերք պահելու, կրելու եւ հափշտակելու մեջ։